Շնորհակալություն, ճիշտ ասած ես էլ էի ուզում ելույթս հանեի, բայց քանի որ սկսեցինք խոսել Հայաստան համահայկական հիմնադրամի մասին եւ հարկվճարողների մասին, իհարկե շատ գովելի է, որ Հայաստանում բյուջեն գնալով տարիների ընթացքում մեծացել է, բայց Հայաստան համահայկական հիմնադրամն էլ ինչպես պարոն Կոնջարյանը նշեց շուրջ $500 միլիոն է ընդհանուր հանգանակությունների արդյունքում բարեգործությունների տեսքով ներդրել Հայաստանի Հանրապետություն, բայց մի կարևոր բան ենք մոռանում, նախ պարոն Կոնջարյան, ով է Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամեծ նվիրատուն, Սամվել Կարապետյանը, շուրջ $70 միլիոն։ Երկրորդը, խոսում եք Սփյուռքի մասին, խոսեք նաև հայ բարեգործական ընդհանուր միության մասին, խոսեք նաև մյուս կառույցների մասին, նաև մի մոռացեք մի կարևոր հանգամանք, Սփյուռքը տարեկան Հայաստան է ուղարկում շուրջ $4 միլիարդ։ Շուրջ $4 միլիարդ տրանսֆերտների տեսքով գալիս է Հայաստանի Հանրապետություն, եւ որ տարբերություն չկա որի պետություններից, համայն հայությունն է ուղարկում մեծ մասամբ, խոսում եք ներդրումներից, նաև խոսեք, որ Հայաստանում ներդրումների զգալի մասը կատարում է Սփյուռքը, եւ գալ այստեղ ասել, որ այս Սփյուռքը միայն Հայաստան համահայկական հիմնադրամն է, դա, չգիտեմ, կարող է մեր հեռուստադիտողին, մեր ընտրողին նաև թյուրիմացության մեջ դնել։ Շնորհակալություն։ Արամ Վարդևանյանը խոսի Ուժեղ Հայաստան խմբակցության անունից։